Վարչապետ Փաշինյանը, որ մի քանի ամսից խորհրդարանական ընտրությունների նախաշեմին լինելու է, վարչապետի թեկնածու համոզված է, ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ է տանելու 2026 թվականի ազգային ժողովի ընտրություններին։ Փաշինյանը, որ ասում է ժողովուրդը նկատի ունի ՔՊ-ն, որ ես ասում եմ ես, նշանակում է արուսը հեծա։ մոտավորապես նման մի բան։ 2021 թվականի ընտրությունները այդ ամբողջ քննությունն ա եղել։ Ժողովրդի քննությունը անցած վարչապետը չի պատասխանում մի պարզ հարցի։ Ճիշտ են արդյոք պտտվող լուրերը, որոնց համաձայն հրահանգել է չգրանցել մեր ձևով շարժումը որպես կուսակցություն, որովհետև վախենում է Սամվել Կարապետյանից։ Եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Քաղտեխնոլոգները սոցհարցումներին հղում տալով են հավանական համարում, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններին կալանավորված բարերարի հետ կապ ունեցող քաղաքական ուժը հաղթի ՔՊ-ին։ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հարցազրույցում արած մի հայտարարության համար։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու եկեղեցու դեմ արշավին։ Բնավորություն է դարձնում Փաշինյանը Սամվել Կարապետյանից խոսել առանց նրա անունը տալու։ Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը ու չի տիրապետում իրավիճակին, շուտով նա կկորցնի նաև իշխանությունը։ Facebook-յան իր էջում գրել է մեր ձևով համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիան Աղահրամանյանը։ Հիշեցրել Սամվել Կարապետյանի վերջին ուղերձը, ընդամենը մի քանի ամսից շնորհավորելու ենք իրար արդարության հաղթանակի, արժանապատվության վերականգնման, չարիքի պարտության համար։ Իսկ ով ասաց, որ ինքը չարիքն է։ Վարչապետը շատ անգամ է իրեն Հիսուսի հետ համեմատել։ Ես ինքս ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր Պատրաստ է իրեն Աստված կամ կիսաստված հռչակած Փաշինյանը բանավիճել վարչապետի հողեղեն այլ թեկնածուների հետ։ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, որ հիմա Միասնության թևեր քաղաքական շարժման ղեկավարն է, նոյեմբերի 26-ին հայտարարել է բանավեճի է կանչում Փաշինյանին։ Թաթոյանի խոսքով այն Փաշինյանին, որ պաշտոնաթող նախագահներին անընդհատ հրավիրում է բանավեճի, բայց մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է։ Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերը ի սկզբանե այն գլխից ընդունել եմ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեմ։ Ստացվում է Փաշինյանը Թաթոյանի բանավիճելու առաջարկը ընդունում է 50%-ով։ Կբանավիճի, բայց ոչ տետատետ։ Արփիս Քեսյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։